Թուրքիայում կրկին զինված հարձակում է տեղի ունեցել, միջադեպն արձանագրվել է Քարհամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում։ Հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին, տեղական իշխանության տվյալով կրակը բացել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը, ինչից հետո ինքնասպան է եղել։ Հարձակման հանգամանքները պարզվում են։ Ապրիլի 14-ին էլ Թուրքիայի հարավ-արևելյան Սևերեկ քաղաքի դպրոցներից մեկում երիտասարդը կրակ էր բացել, վիրավորելով 10-ից ավելի մարդու, այդ թվում աշակերտների եւ ուսուցիչների։ Տղան ինքնասպան է եղել, երբ ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել։ Հրաձիգը 19 տարեկան է եղել եւ նախկինում սովորել է նույն դպրոցում։ Հրաձգության դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ եւ բիզնեսի հարցերի բյուրոյի եւ ԱՄՆ առևտրի ու զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տնտեսական երկկողմ գործակցության հեռանկարները։ Անդրադարձ է եղել Թրիփի ուղուն ռազմավարական գործընկերության մասին խարտիայի տնտեսական եւ առևտրային բաղադրիչներին, ինչպես նաեւ ենթակառուցվածքների, տրանսպորտի, թվայնացման եւ այլ նախագծերին ամերիկյան ընկերությունների ներգրավվածության հնարավորությունը։ Բաքուն եւ Մոսկվան համաձայնել են կարգավորել ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետ կապված խնդիրները։ Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող Ազալի ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում 2024 թվականի դեկտեմբերին։ Աղետի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 67 անձից 38-ը։ Ռոսավիացիան հայտնել էր, որ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում մառախուղի, ինչպես նաեւ Գորկ ծրագրի պատճառով, որն ակտիվացվել էր ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին։ Ռուսաստանի նախագահն էլ հայտարարել էր, որ վթարի պահին Չեչնիայում հետ էր մղվում ԱԹՍ-ների հարձակումը եւ աշխատում էր ռուսական ՀՕՊ համակարգը։ Տեղի ունեցածից հետո երկու երկրի հարաբերությունները լրջորեն սրվել էին։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Մոսկվան պարտավորվում է փոխհատուցում վճարել։ Նշվում է, որ ձեռնարկված քայլերը հաստատում են երկկողմ գործակցությունը շարունակելու եւ բարիդրացիական հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ ցանկությունը։ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի կնքվի, եթե Թեհրանը չհրաժարվի միջուկային զենք ունենալու մտադրությունից, թեև իրանական կողմը պնդում է, որ նման ցանկություն երբևէ չի ունեցել։ Դոնալդ Թրամփի խոսքով ամերիկյան կողմը շուտով կարող է հասնել այս պատերազմում իր նպատակներին։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի։ Ինքը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, հիմք ընդունելով Չինաստանի եւ ամբողջ աշխարհի շահերը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Փոխնախագահ Ջեյդի Վենսն էլ նշել է, որ ցանկանում են լուրջ գործարք կնքել, որը կենթադրի նաև տնտեսական հարաբերությունների կարգավորում։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս հստակեցված չէ։ Գերատեսչության խոսնակը կրկնել է, որ Պակիստանում Վաշինգտոնի ներկայացրած պահանջներն անիրատեսական են։ Էսմայիլ Բաղայեի խոսքով Թեհրանն էլ պահանջում է վնասների փոխհատուցում եւ պատժամիջոցների չեղարկում։ Նա տեղեկացրել է, որ ընդունելու են Պակիստանի պատվիրակությանը, որի միջոցով վերջին օրերին հաղորդագրություններ են փոխանակել Սպիտակ տան հետ։ Բաղայեին նաև հերքել է հրադադարի երկարաձգման վերաբերյալ լուրերը։ Վաշինգտոնում վերջին տասնամյակներում առաջին անգամ հանդիպել են Իսրայելի եւ Լիբանանի ներկայացուցիչները, բանակցություններին մասնակցել են ԱՄՆ-ում երկու երկրի դեսպանները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ այլ պաշտոնյաներ։ Հանդիպումը տևել է 2 ժամ, քննարկվել է Իսրայել-Լիբանան հարաբերությունների հնարավոր կարգավորումը։ Իսրայելի դեսպանի խոսքով բանակցությունների գլխավոր արդյունքը կարելի է համարել այն, որ կողմերը համաձայնել են Լիբանանը Հեզբոլահից ազատագրելու անհրաժեշտության շուրջ։ Նաեւ դեսպաններն անդրադարձել են տնտեսական, անվտանգային, քաղաքացիական ոլորտներում հնարավոր գործակցության հարցերի։ Իսրայելական կողմը բարձր է գնահատել այն փաստը, որ Բեյրութը չի հետևել Հեզբոլահի կոչերին եւ դուրս չի եկել բանակցություններից։ Զուգահեռ իսրայելական ուժերը շարունակել են Լիբանանին հարվածները, նախազգուշացնելով կանգ չեն առնի, մինչև Հեզբոլահից Իսրայելին սպառնացող վտանգը չչեզոքացվի։ Շարժումն էլ թիրախավորել է հրեական պետության հյուսիսը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն ընթացքի մեջ է եւ շատ մոտ է։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ Ուկրաինային ամերիկյան զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումը համարում է ներկայիս վարչակազմի հիմնական նվաճումներից մեկը։ Վոլոդիմիր Զելենսկու կարծիքով էլ Վաշինգտոնն այժմ զբաղված է Իրանում եւ այդքան էլ շատ ժամանակ չունի Ուկրաինայի համար։ Նա մտահոգություն է հայտնել, որ Թրամփը Մոսկվայի հանդեպ ավելի դրական է տրամադրված, քան Կիևի։ Զելենսկին նաեւ նշել է, որ Ուկրաինան հակաօդային պաշտպանության հետ կապված խնդիրներ ունի։ Նախագահը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների ցանկացած ձևաչափով։ Ռուսաստանը եւս պատրաստ է բանակցել։ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ցանկանում են շարունակել ԱՄՆ-ի հետ շփումները ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Սերգեյ Լավրովը մեղադրել է Եվրոպային այդ ջանքերն իբր խափանելու փորձերի համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։